Առավոտի զրուցակիցը շատ հետաքրքիր եւ յուրահատուկ կենսագրությամբ մի կին է, Նաիրա Հովակիմյանը, ով այնպիսի հետաքրքիր կենսագրություն ունի, որ նույնիսկ կարելի է խճճվել ոչ միայն աշխարհագրական տարածքով, որովհետև ծնվել է եւ մեծացել Հայաստանում, ապա եւ այստեղ ավարտել է ԵՊՀ-ն, ապա Մոսկվայում ստացել է տեխնացուական թեզը եւ հետո կրթությունը շարունակել է Եվրոպայում, Ճապոնիայում, այնուհետև Ամերիկայում եւ հիմա Միացյալ Նահանգներում Իլինոյսի համալսարանում պրոֆեսոր է։ Պրոֆեսոր, կարող եք ասել, թե այդ ձեր ճակատագիրը ինչպես այդպես խորթուբորթ հարավ հասցրեց այն բարձունքին, որտեղ հիմա գտնվում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե հաճույքով կկիսվեմ իմ կյանքի անցած ճանապարհով։ Ծնվել մեծացել եմ Հայաստանում, ինչպես դուք նկատեցիք, Կապան քաղաքում։ Դպրոցը եւ համալսարանը ավարտել եմ Երևանում, բնականաբար։ Հետո ավարտել եմ 88 թվականին, երբ Հայաստանի համար պատմականորեն դաժան տարի էր եւ որոշեցի մեկնել Մոսկվա տեխնացուական թեզը պաշտպանելու։ 3 տարի ուսանեցի Մոսկվայում, տեխնացուական թեզը պաշտպանեցի 92 թվականի հունվարին, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը եւ սկսվեցին Հայաստանի մութուդաժան տարիները։ Այդ ժամանակ Հայաստանում ես փորձեցի աշխատանքի անցնել Գիտությունների ակադեմիայում, սակայն դաժան տարիների պատճառով այդ աշխատանքը գիտության մեջ արդյունավետ չէր, այնքան ինչքան ես կցանկանայի տեսնել։ 94 թվականին գերմանական դեսպանատունը բացվեց Հայաստանում, դա առաջին դեսպանատունն էր, կարծեմ, եվրոպական երկրներից, եւ դեսպանատան ծառայությունների եւ ինֆորմացիայի շնորհիվ կարողացա ստանալ կրթաթոշակ Շտուտգարտի համալսարանում 1 տարի ուսանելու համար, որից հետո ստացվեց Ֆրանսիայի կրթաթոշակը, Գերմանիայում ուսանելու տարիներին կրթաթոշակը հնարավորություն էր տալիս Եվրոպայում մեկ գիտաժողովի մեկնել, եւ ես դա օգտագործեցի Ֆրանսիա մեկնելու համար, քանի որ այնտեղ կային գիտնականներ, ովքեր իմ տեխնացուական թեզի արդյունքներով հետաքրքրված էին։ Հանդիպելով նրանց կարողացա դիմել եւ հետաքրքրություն առաջացնել ֆրանսիական կրթաթոշակի դիմելու համար եւ մի պրոֆեսոր այնտեղից Պիեր Բերնարը դիմեց այդ կրթաթոշակին, որը ես ստացա Հայաստան վերադառնալուց 1 տարի հետո, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արանքում 1 տարի Հայաստանում եմ եղել, 97 թվին մեկնեցի Ֆրանսիա, այդ 1 տարին, երբ Հայաստանում էի, Ճապոնիայում շահեցի երիտասարդ գիտնականի լավագույն հոդվածի մրցանակ եւ մի քանի օրով մեկնեցի Ճապոնիա գործուղման, այդ այցի ընթացքում Ճապոնիայում ծանոթացա մի հրեա պրոֆեսորի հետ, ով ինձ հրավիրեց Իսրայել երբ Ճապոնիայից վերադարձա գնացի Ֆրանսիա, Ֆրանսիայից հետո վերադարձա Հայաստան եւ 98 թվին մեկնեցի Իսրայել։ Իսրայելում այդ գործուղման ընթացքում այդ պրոֆեսորով ինձ հյուրընկալել էր, ստացավ հարցում Ամերիկայից Ատլանտայից, Georgia Institute of Technology-ից մի պրոֆեսորից, ով փնտրում էր մաթեմատիկոս, ով կունենար կրթություն մաթեմատիկական որոշ տեսությունների գիտելիքներ ապահովելու համար, օրինակ կայունության տեսության, եւ Իսրայելի պրոֆեսորը ինձ խորհուրդ տվեց կապվել այդ ամերիկացի պրոֆեսորի հետ եւ գալ Ատլանտա։ Ճիշտն ասած, դա ավիացիոն ճարտարագիտական ֆակուլտետն էր, որտեղ ես ինձ այդքան լավ չէի տեսնում, քանի որ իմ կրթությունը մաթեմատիկայով էր անցել, այսպես ասած, բայց համաձայնվեցի, քանի որ այն տարիներին Հայաստանում այլ հեռանկարներ չկային։ Եվ 98 թվին եկա Ամերիկա 6 ամսով, հետո դա 6 ամսով երկարացվեց եւ այսպես աստիճանաբար հասկացա, որ նախ աշխատանքի մեջ եմ բավականաչափ հետաքրքրություն գտնում եւ երկրորդ հերթին հեռանկարներ կան։ Իսկ ինչի նկատի ունեմ հեռանկար ասելով, ես մանկուց եղել եմ բավականին հետաքրքրասեր եւ համալսարանում ուսանելու տարիներին եւ Մոսկվայում ուսանելիս եւ անգամ Գերմանիայում, Ֆրանսիայում միշտ ինչ-որ հարցեր ինձ տանջել են, որոնք թույլ չեն տալիս կոպիտ ասած գիշերը հանգիստ քնել։ Օրինակ, ես ինչու պետք է այս խնդրի վրա աշխատեմ եւ ոչ թե մեկ ուրիշ խնդրի, ինչով են պայմանավորված այս խնդրի նախապայմանները։ Այդ հարցերը միշտ տվել եմ համալսարանում մեղմաթում ուսանելիս եւ երբեք սպառիչ պատասխան չեմ ստացել։ Օրինակ, ասենք մաթեմատիկայի ժամին ես կարող եի հարցնել ինչու ենք այս թեորեմը ապացուցում եւ ոչ թե մեկ ուրիշ թեորեմ, կամ ինչու ես պետք է իմ տեխնացուական թեզը կատարեմ այս գիտական խնդիրների վրա, ոչ թե ուրիշ խնդիրների վրա։ Շատ հաճախ պատճառաբանությունը լինում էր, որ սա մաթեմատիկայի դաս է, որ մենք այս գիտական
թեզն ենք մշակում, քանի որ նախկին Խորհրդային Միությունում, Ռուսաստանում եւ այլն մաթեմատիկայի այս դպրոցներն են ներկայացված եւ մենք այդ դպրոցի ուսմունքի շարունակողը պետք է լինենք, այս խնդիրներն ենք ժառանգություն ստացել մեր մեծերից ու սրանք պետք է զարգացնենք ավելի մեծ խորությամբ։ Ես միշտ ցանկացել եմ ամբողջ համակարգը տեսնել, համակարգային մտածողության մեծ ջատագով եմ եղել եւ երբ հասա Ամերիկա, հասկացա, որ այստեղ կարող եմ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ ստանալ։ Ինչու ենք խնդիրը այսպես ձևակերպում, որն է այս ենթադրության նպատակը եւ ինչպես է նա կիրառվում եւ կիրառելուց ինչպես են մեր արված նախնական մաթեմատիկական ենթադրությունները օգտագործվում կամ չեն օգտագործվում, որն է լավ, որն է վատ եւ այլն։ Այս ամբողջ համակարգային պատկերը իմ մոտ Ամերիկայում լրացավ։ Եվ երբ դա լրացավ, մի տեսակ հոգիս հանգստացավ։ Ասացի, ես գտել եմ իմ տեղը։ Այսինքն, չնայած նրան, որ մութ ու խավար տարիները եւ գրականության անհասանելիությունը այն թվերին կարելի ասել այս առցանց միջոցները չկային, որպեսզի մենք կարողանայինք հեշտությամբ կարդալ տարբեր հոդվածներ, այդ բոլոր խոչընդոտներին զուգահեռ իմ ներքին հետաքրքրասիրությունը, երբ ցանկանում էի ամեն ինչ լիարժեք հասկանալ սկզբից մինչև վերջ, ամենաշատն էր ինձ տանջում։ Եվ այդ բոլոր խոչընդոտների առկայությամբ այդ սպառիչ պատասխաններ գտնելը իմ համար միշտ մնում էր սարսափելի դժվար։ Ամերիկայում ես կարողացա հասկանալ ինչու եմ այս խնդիրը լուծում, որն է դրա նպատակը, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, եւ կիրառության մեջ մեր տված լուծման արժեքը, կարեւորությունը, իմաստը լրիվ համապարփակվում էր մի ամբողջության մեջ, որը արդեն հոգեկան հանգստությունը ապահովում էր, ճիշտն ասած։ Ու դրա համար ես մի տեսակ Ամերիկայում կարողացա գտնել իմ ներքին հավասարակշռությունը, իմ ամենօրյա զբաղմունքը լիարժեք ընկալելու համար, որ ես գիտեմ ինչի համար եմ անում եւ սա որտեղ է կիրառվելու եւ ինչու հենց այդ լուծումն է կարեւոր եւ մեկ ուրիշ լուծում օրինակ անընդունելի է։ Կենսագրության մեջ պրոֆեսոր կա այսպիսի մի կախարդական բառ NASA, հա, որ որոշ տարիքի պատանիներին, երեխաներին, չգիտեմ, հեքիաթային է թվում եւ դուք այդ NASA-ի հետ աշխատել եք, դա ինչ որ մի անհասանելի բարձունք է թվում, երևի թե տիեզերքով, ֆիզմաթով հետաքրքրված շատ պատանիների, կասեք, ինչ գործունեություն եք ունեցել, ինչ կապ եք ունեցել NASA-ի հետ։ NASA-ի հետ այսօր էլ կապ ունենք, Ամերիկայում երբ աշխատում եք համալսարանում, լավագույն ասենք 10, 20, 30 համալսարաններում աշխատելիս, աշխատանքի հիմնական էությունը լինում է ատենախոսների հետ աշխատանքը եւ կարողանաս նրանց համար գիտական թեմաներ ձևակերպես, որպեսզի նրանք կարողանան այդ դոկտորական թեզը պաշտպանեն։ Եվ այդ աշխատանքի process-ում անհրաժեշտ է բավականին գրանտներ գրել։ Այդ գրանտները գրելիս NASA-ն մեծ ֆինանսավորող կազմակերպություններից մեկն է։ Մեզ ֆինանսավորում է նաև Միացյալ Նահանգների օդային ուժերի կազմակերպությունը, նաև National Science Foundation-ը, այսինքն մենք ֆինանսավորում ստանում ենք ոչ միայն NASA-ից, այլ նաև տարբեր ուրիշ աղբյուրներից։ Եվ այդ բոլորը նույնպես ինչ որ համակարգի մեջ են ընդգրկվում, երբ որ օրինակ NASA-ի հետ մենք ավելի շատ աշխատում ենք թեստավորման վրա, օդային ուժերի հետ ավելի շատ աշխատում ենք գիտական նոր զարգացումների մշակումների վրա, իսկ National Science Foundation-ի հետ աշխատում ենք բացառիկ նոր խնդիրներ ձևակերպելու վրա։ Մի խոսքով դա էլ ինչ-որ համակարգային մոտեցումով երբ մոտենում ես, այդ բոլորը իրար հետ կապակցվում է։ Դե NASA-ն հավատում է մեր մեթոդներին, մեզ տալիս է հնարավորություն տարբեր ինքնաթիռների վրա դրանք թեստավորել։ Չնայած մեր ամենամեծ թեստերը արվեցին օդային ուժերի ռազմաբազաներում, մի խոսքով գրանտները պետք է գրել, ֆինանսավորվել եւ աշխատել եւ այդ դռները բոլորի համար բաց են։ Տիեզերք չենք գնացել դեռ, տիեզերական խնդիրների վրա աշխատելու հնարավորություն դեռ չի եղել, բայց աշխատել ենք ուրիշ ինքնաթիռների վրա եւ այսօր ավելի շատ արդեն փոքր ինքնաթիռների հնարավորություններն է ավելի շատ աշխատանքի, երբ տարբեր խցանումների պատճառով փոքր օդանավակայանների միջև պետք է արագ կապ ապահովել ու դա ցածր բարձրությունների վրա թռիչքների անվտանգության հետ է կապված։ Աշխատում ենք հետաքրքիր է իրենց թիմերի հետ, մի խոսքով ֆինանսավորում են եւ գրանտների համակարգով ենք աշխատում։ Անձամբ NASA-ում չեմ աշխատել երբեք, իրենց գրանտներով համալսարանում եմ միշտ աշխատել։ Դուք բազմաթիվ ուսանողներ ունեք, ում դուք այսպես մենթորություն եք անում, ում վրա ավելի շատ ինչ որ այսպես ջանք եք ներդնում, ձեր աշխատանքի որ մասը, որ ոլորտն է ավելի հոգեհարազատ, ավելի կարևոր այդ դասավանդումը, այդպես մենթորությունը, թե գիտական, զուտ գիտական ֆունդամենտալ մասը, թե գուցե մի այլ հատված։ Բոլորը մի ամբողջական համակարգի կարևոր մասեր են, բաժանելը անջատելը դժվար է, քանի որ ուսանողի հետ աշխատում եմ գրանտի վրա, դա գիտական աշխատանքի մի մասն է, լսարանում
Դասավանդելիս նույնպես դա կապվում է գիտության հետ։ Բոլորը մեկ ամբողջական համակարգի տարբեր մասեր են ու դժվար է ասել որն է ավելի կարևոր։ Մեկ առանց մյուսի չի կարող գոյատևել։ Այսինքն ինչ պետք է դասավանդեմ եւ ուսանողի համար հետաքրքիր մնամ, եթե ինքս չզբաղվեմ գիտությամբ ակտիվ ձևով։ Նույնպես եթե այդ ուսանողին չուսուցանես, նա չի կարողանա գիտությամբ զբաղվել։ Բոլորը մեկ համակարգի ինչ-որ կարևոր մասեր են, որ իրարից անջատելը անհնար է։ Ձեր բազմատեսակ ծանր աշխատանքից հետո ինչով եք վերալիցքավորվում, ինչ հետաքրքրություններ ունեք, ինչն է ձեզ այսպես նորից ուժ տալիս շարունակելու գործունեությունը։ Ամեն օր կան ավելի նոր ու հետաքրքիր խնդիրներ, աշխարհը շատ արագ զարգանում է հիմա տարբեր ուղղություններով եւ երիտասարդների միջավայրում աշխատելով, անընդհատ ունենալով հնարավորություն նոր մարդկանց հետ հանդիպել, նոր խնդիրներով զբաղվել, դա ինքնավերալիցքավորման համակարգ է կարծես թե, քանի որ այստեղ ունենք ուսանողներ աշխարհի լավագույն համալսարաններից, մեր համալսարանը ինքը բավականին մրցունակ է, բավականին բարձրորակ համալսարան է, այսինքն միշտ կան տաղանդաշատ երեխաներ, ովքեր ունեն մեծ ձգտումներ եւ անընդհատ նրանց միջավայրում լինելը եւ նրանք անընդհատ բերում են նոր գաղափարներ, անընդհատ հետաքրքրվում են վերջին նորույթներով, իսկ աշխարհը այսօր զարգանում է շատ մեծ արագությամբ։ Չգիտեմ, ժամանակ չկա ձանձրանալու, որ վերալիցքավորման մասին մտածենք։ Գիտությունը դա նաև կենսակերպ է, այսինքն ունես հետաքրքրություններ, որոնք պետք է սպառես, եթե ինչ-որ հարց ձեզ հետաքրքրում է, բնականաբար փորձում ես գտնել սպառիչ պատասխաններ ու այդ հետաքրքրասիրությունը ինքնին անընդհատ ամեն օր առաջ է տանում, ինչպես մեր պրոֆեսորներից մեկն է ասում, բախտավոր մարդիկ ենք, որ անում ենք այն ինչ ուզում ենք ու դրա համար վարձատրվում ենք։ Կա նման ինչ-որ մի էլեմենտ այդ գիտության մեջ զբաղվելու, երբ ամերիկյան համակարգում, ասենք լավագույն համալսարանում դառնում ես հաստատված մշտական հաստիկով, որ ասում են tenure system, դրանից հետո կարող ես ամեն օր զարթնել ինչ-որ նոր բանով զբաղվել ու երբեք, ասենք, աշխատանքից հեռանալու վտանգ չկա։ Պարզապես պետք է հետաքրքրությունների շրջանակը կարողանաս ձևավորել ու զարգացնել։ Կարելի է ոչինչ չանել, կարելի է միայն գնալ աշխատանքի դաստալ գալ, բայց դա այն պահն է, երբ կա հնարավորություն մեծ ռիսկերի դիմելու։ Ամերիկյան tenure համակարգը, երբ արդեն գիտնականի հաստիկը հաստատված է լինում, տալիս է այն հնարավորությունը, որ կարելի է ցանկացած ռիսկի դիմել ցանկացած օր, այսօր զբաղվել աստղերով, հաջորդ օրը բժշկությամբ, երրորդ օրը տնտեսագիտությամբ եւ կապ չունի թե ես ինչպիսի ֆակուլտետում եմ գտնվում, արգելքներ չկա, այսինքն ունես լրիվ հնարավորությունը տարբեր ռիսկեր վերցնելու։ Իսկ ռիսկեր վերցնելու հմայքը եւ գայթակղությունը նրա մեջ է, որ ազատ ես մտածում, այսինքն մտածելուց վրա սահմանափակումներ չես դնում։ Եվ կա գրանտային համակարգ, մտածիր խենթ մի բան ու փորձիր դրա համար գրանտ ստանալ, ուսանող գտնել, կատարել։ Կարող ես իհարկե ոչ գրանտի մասին մտածել, ոչ ուսանողի ու ինքդ նստել այդ հետազոտությամբ զբաղվել։ Մի խոսքով խենթ լինելու համար կան բոլոր հնարավորությունները այդ հաստիկի հաստատումից հետո։ Ազատությունը կարելի լրիվ ըմբոշխնել ու զբաղվել այդ կրեատիվ ստեղծագործական աշխարհի լաբիրինթներում տարբեր հետաքրքիր գանձեր գտնելով։ Այդ դուք խոսեցիք երիտասարդ ուսանողների մասին, հիմա այսպիսի մի միտում կա, կարծրատիպ կա, որ այս նոր սերունդը, այսպես կոչված Gen Z-ին, սոցիալապես խեղճ վիճակում են, շփման խնդիրներ ունեն եւ այլն, եւ նաեւ այդ առումով դառնում են կոպիտ կհնչի, բայց ցինիկ են դառնում, իրենց ոչինչ չի հետաքրքրում եւ այլն։ Ձեր փորձից ինչ կասեք, դա կարծրատիպ է, իրականում այդպես է թե չէ։ Գիտեք ինչ, ես շատ եմ լսում այդ արտահայտությունը Հայաստանից եւ հայերից։ Բարեբախտաբար ես գտնվում եմ մի համալսարանում, որտեղ ես դա տեսնելու հնարավորություն չունեմ։ Այստեղ բոլորը խենթի պես սովորում են, խենթի պես ձգտում են ու ինչ որ առումով ես այդ միջավայրից մեկուսացված եմ։ Միգուցե եթե ես սոցիալական հարթակներում շատ ժամանակ անցկացնեմ, ականատես կլինեմ նման երևույթների իմ շրջապատում համենայն դեպս ամեն օրվա կտրվածքով ես դա չեմ տեսնում, բայց լսում եմ տարբեր մարդկանցից։ Նույնիսկ որոշ ծնողներից եմ լսում, որ այս մի երեխան այսքան լավն է համալսարանում է, մյուսը ուրիշ կերպար է եւ ասենք համալսարանում չի դրա համար։ Այդ ովքեր որ համալսարանում չեն, իմ տեսադաշտից դուրս են։ Կոպիտ ասած։ Դուք հիմա պատմում եք կրթության մասին ամերիկյան այդ համակարգում, հա, եւ երանություն է թվում այդ ազատության մեջ, այդ խենթության մեջ սովորելը, առավել եւս աշխատելը։ Կան շատ խելացի տաղանդավոր երեխաներ, որոնք ոչ թե զուտ ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով չեն կարող գնալ, այլ այսպես կարծում են, որ Հայաստանում կրթությունը իրանց բավարար է եւ չեն փորձում ավելի լայն նայել։ Ինչ եք կարծում, ճիշտ մոտեցում է դա, թե ամեն դեպքում գիտություն, եթե գիտությամբ ես ուզում զբաղվել, պետք է ավելի վեր նայել, ավելի առաջ գնալ։ Գիտեք, այսօրվա ինֆորմացիոն դաշտի հասանելիության պայմաններում կապ չունի մարդ որտեղ է գտնվում, Հայաստանում թե դրսում։ Այսօր շատը մարդու ներքին ձգտումից է, բայց պետք է անպայման փոխանակվել իդեաներով։ Երբ գիտությամբ ես զբաղվում, չի կարելի նստել անապատում մենակ զբաղվել։ Պետք է գնալ գիտաժողովների, պետք է մասնակցել թեկուզ առցանց ինչ-որ
հանդիպումների ներկայացնել քո գաղափարները, իդեաները, ստանալ հետադարձ կապը, փոխել, զարգանալ, անընդհատ ճյուղավորվել եւ այլն։ Նայած նպատակը ում ինչն է, մարդ պետք է նպատակ ունենա կյանքում, կամ ինչ որ կենսակերպի սահմանում ունենաս ինքդ քո համար, ինչով ես ուզում ամեն օր զբաղվել, այսինքն արթնացար առավոտյան, ինչ ես ուզում անես, ուզում ես կարդաս, ուզում ես գնաս մարզադահլիճ, ինչպիսին է քո ներքին ձգտումը, օրդ ինչով լցնես, այդ օրդ ինչով լցնելը կարևոր է կյանքի բովանդակություն ապահովելու համար։ Այսօրվա ազատության պայմաններում մարդու գտնվելու վայրը կարևոր չէ, բայց միջավայրը, որի հետ մարդը առնչվում է ամեն օր, կարևոր է։ Եթե գտնվում ես Հայաստանում, որտեղ հավանաբար չունես բավականաչափ համախոհներ, քո նույն խնդիրներով զբաղվող, քո նույն հետաքրքրությունների շրջանակը կիսող, ում հետ դու կարող ես քո օրերը անցկացնել, հավանաբար պետք է դուրս գալ Հայաստանից։ Սակայն ինձ թվում է այսօր Հայաստանում էլ կան որոշ միջավայրներ, որտեղ մարդը կարող է լիարժեք ինքնադրսևորվել։ Այդ որքան տեղյակ եմ, հենց մեր պոլիտեխնիկ համալսարանում լաբորատորիա եք բացել թռչող սարքերի հարցով զբաղվող եւ այլն, կապը այդպես կա, հա, Հայաստանի հետ, մի փոքր կպատնեք դրա մասին։ Ճիշտ ասած, հիմա այլ կապը այլևս չկա, քանի որ պոլիտեխնիկական համալսարանը մեր թիմին չաջակցեց, մենք թիմ ունեինք, ում հետ աշխատում էինք, գիտական նորարարությունների եւ կրթության հիմնադրամ, պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիայի հետ այսօր որևէ կապ չունեմ ես, իսկ այդ թիմի հետ աշխատում ենք, գիտական նորարարությունների եւ կրթության հիմնադրամի գիտաշխատողների թիմի հետ աշխատում ենք, ամերիկյան համալսարանի հետ ենք փորձում ինչ-որ նոր համագործակցություն սկսել, մի խոսքով Հայաստանում էլ ենք փորձում ինչ-որ հետաքրքիր խնդիրներ ձևակերպել եւ այդ խնդիրների լուծումով ինչ-որ կիրառական արդյունքների հասնել։ Չգիտեմ, Աստված առաջ, ինչպես ասում են, տեսնենք ինչքան կկարողանանք Հայաստանի միջավայրում մեր բնագավառը զարգացնել, որ ինքնակառավարվող համակարգերի բնագավառը, որ այսօր կարևոր է եւ միջազգային հարթակներում ներկայություն ապահովելու համար, եւ Հայաստանի ինքնապաշտպանության համար, եւ երիտասարդներին հետաքրքիր խնդիրներով ապահովելու համար, մի խոսքով փորձում ենք օգնել ինչքանով կարող ենք։ Այդ դուք մի հարցազրույցում ասել եք, որ շատ կարևոր կլինի եւ շատ խթանիչ կլինի, եթե մի քանի տասնյակ գիտնականներ ներգաղթեն Հայաստան եւ Հայաստանում գիտնականների այսպես խումբ ձևավորվի եւ այլն, բայց իրականում չի լինում եւ նույնիսկ հակառակը ուղեղները հեռանում են, ինչն է խանգարում, որ այսպես բում լինի, այս դեպքում նաեւ գուցե շատ ծեծված մի համեմատություն, հա, նույն Իսրայելի հետ եթե համեմատվենք, նույն տարածքով, նույն բնակչության քանակով, բայց ինչպիսի զարգացած տնտեսություն եւ գիտություն ունեն եւ մենք ինչն է պակասում մեզ այդ ամեն ինչին հասնելու համար։ Գիտեք, համակարգային մոտեցում է անհրաժեշտ ամեն ինչում։ Համակարգային մոտեցումը ենթադրում է զարգացման քաղաքականություն, որը դրվում է կառավարությունից մինչև մանկապարտեզ, ինչպես ասում են, եւ կառավարությունը պետք է ունենա ճիշտ ծրագրերը եւ համալսարանները պետք է կարողանան ճիշտ կազմակերպեն այդ բոլոր ծրագրերի շուրջ եւ դպրոցները մինչեւ անգամ մանկապարտեզները մենք այստեղ գնում ենք անգամ մինչեւ մանկապարտեզ պատմում ենք թե ինչով ենք զբաղվում, ինչի համար դե դպրոցներ հաճախ ենք գնում, մենք նույն ձևով կառավարությանն ենք տալիս հետադարձ կապ, թե գիտության որ ճյուղերն են կարևոր, որ իրենք զարգացնեն, որ հիմա ունենք նման նորամուծություններ, թեկուզ հենց այն, որ մեր մեթոդները կիրառվել են տարբեր ինքնաթիռների վրա, մենք դրա հիման վրա NASA-ին ասում ենք այդ հաջորդ ուղղությունը, որ պետք է ֆինանսավորել, զարգացնել, պետք է այս ուղղությամբ գնա եւ այլն, այդ ամբողջ համակարգը իրար հետ կապակցված աշխատում է։ Եվ այդ կապերը, հանդիպումները պարտադիր պլանավորված են տարվա մեջ, որ այսօր մենք հանդիպում ենք օրինակ ռազմաօդային ուժերի հետ, իրենց ասում ենք, որ մենք մեր գրանտներով արել ենք այս հայտնագործությունները, նրանց հաջորդ 20-ից 30 տարվա ուղղությունները պետք է այսպես փոփոխվեն կամ ինչ որ նոր ուղղություններ մտցնենք իրենց զարգացման ուղեծրի մեջ։ Այդ հետադարձ կապերը բոլոր հասարակության շերտերի մեջ Ամերիկայում լավ զարգացած են, ինչը Հայաստանում չկա։ Հայաստանում շատ հաճախ իմ մոտ այն տպավորությունն է մնում, որ բոլորը խոսում են, բայց միմյանց չեն լսում, այդ որ միմյանց չեն լսում, չեն հաղորդակցվում, կամ միգուցե հաղորդակցվում են, այդքան տեղյակ չեմ, ճիշտն ասած։ Ինձ թվում է, ինչ որ Հայաստանում լավացում կա վերջին տարիների ընթացքում բավականին նոր ծրագրեր են զարգանում, նոր խմբեր են ձևակերպվում։ Թեկուզ հենց այդ մեր փոքրիկ թիմը, մեր այդ հիմնադրամի օգնությամբ որ աշխատում է, ձևավորվեց 22 թվից հետո, եւ 22 թվին ես 1 տարով ստեղծագործական արձակուրդ էի անցկացնում Հայաստանում, մենք կարողացանք կազմակերպել եւ այդ գործը սկսել։ Արդեն 4 տարի է բավականին մարդիկ են միացել այդ թիմին եւ առաջ է գնում, այնպես որ նույնը չի ինչը նախորդ, չեմ ամ 50 տարվա ընթացքում է եղել։ Ես տեսնում եմ բավականաչափ դրական փոփոխություններ Հայաստանում։
թե դա ինչքան կհաջողվի պահպանել եւ միգուցե հիմա էլ կա արտագաղթ, բայց ինձ թվում է, որ Հայաստանում այսօր պայծառ երիտասարդները ունեն բավականին հնարավորություն իրենց հայրենիքում ապրելով կապված լինել աշխարհի վերջին գիտական նորությունների հետ եւ աշխատել ճիշտ ուղղությամբ։ Արդյոք սա Հայաստանում արվում է գիտության բոլոր բնագավառներում։ Ես դա չեմ կարող ասել, քանի որ այդքան տեղյակ չեմ, տեղյակ եմ մի փոքր մեր ուղղությունից, ինքնակառավարվող համակարգերից, որը ես եմ նախաձեռնել ու սկսել, եւ մի փոքր այդ արհեստական բանականության շրջանակներում ինչ է կատարվում, դե հիմա եթե Nvidia-ն եւ Firebird-ը կառուցում են այդտեղ այդ data center-ը, միգուցե այնտեղ էլ զարգացումները արդեն նոր թափով առաջ գնան, Հայաստանում գոյանում են ընկերություններ, CRISP-ը եւ այլն, որոնք կարողանում են մեծ ֆինանսավորումներ ներգրավել, ես ցանկանում եմ լավատես լինել, բայց աշխարհի քաղաքական հորձանուտներում տարբեր փոփոխություններ կարող են Հայաստանի վրա տարբեր ձևով անդրադառնալ եւ չգիտես այդ նավը ուր կհասնի։ Համենայն դեպս լավատեսության հիմքեր կան այսօր։ Այսօր նույնը չի, ինչ 10 տարի առաջ էր։ Այսօր նույնը չի, նույնիսկ ինչ 5 տարի առաջ էր, դե 5 տարի առաջ պատերազմից նոր էինք դուրս եկել, շատ ծանր էր, բայց ինձ թվում է հետ պատերազմական շրջանում բավականին ինչ որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք հուսադրող են։ Էլի կարծրատիպերին եմ ուզում հերթով անդրադառնալ, այդ միտումը կա, որ այնուամենայնիվ տղամարդիկ ավելի խելացի են, որքան էլ որ կանայք ավելի ձգտում են եւ այլն եւ այլն։ Կա այդպիսի իրական բան տղամարդու խելք եւ կանանցի խելք։ Չէ, ինձ թվում է դա անցած դարի հարց է, այս դարում նման հարց չկա։ Ընդհանրապես այդ կին տղամարդու ինչ որ տարբերակ Դուք է։ չեք աշխատանքային Չէ, ոլորտում։ ես գիտեմ բավականին խելոք եւ պայծառ մտածող կանանց աղջիկների, ովքեր կարողանում են իրենց բնագավառում առաջնորդություն հաստատել եւ լինել համար մեկը։ Ես ինչ որ նման խնդրի հետ չեմ առնչվում, որ տղամարդիկ ավելի խելոք են, քան կանայք, ով ասեց։ Չէ, նման բան չկա։ Ինձ թվում է Աստված բոլորիս հավասար է ստեղծել եւ նման ինչ որ տարբերակում դնել մարդկանց սեռի հետ կապված, գույնի հետ կապված, չկա նման բան։ Իսի մի կարծրատիպ կա, որ այ մաթեմատիկական, տեխնիկական կրթությամբ մարդիկ այսպես հողեղեն են շատ, չոր են, իրենց չի հետաքրքրում երաժշտություն, արվեստ, գիտություն եւ հակառակը հումանիտարները ավելի զգացմունքային են եւ այլն, այդ կարծրատիպի մասին ինչ կասեք։ Չէ, դե դա էլ է նախկին դարի 60-ականների թեզ։ Նման բան չկա, մեր մաթեմատիկոսների մեծ մասը շատ լավ երաժիշտներ են, ասեմ, հավելքներ են տալիս, մենք էլ հաճույքով գնում ենք։ Մեր գիտաժողովներում շատ հաճախ եմ տեսնում պրոֆեսորներին դաշնամուրի կողքին կամ գիտարը ձեռքներին։ Մի խոսքով, մեր կյանքը տխուր չի անցնում, ես ձեզ ասեմ, նման հավաքույթներ շատ ենք ունենում ու ստեղծագործ մարդկանց միջավայրում լինելը լրիվ ուրիշ հաճույք է։ Իսկ բացի գիտությունից, բացի ստեղծագործական այդ գիտական միջավայրից, որ ձեզ այդպես ոգևորում է եւ այլն, ինչն է, որ ձեզ շատ ուրախության, երջանկության պահեր է պարգևում։ Դժվար եմ ասել, քանի որ այդ ամեն ինչը այնքան իրար հետ կապակցված է, ինչ ասեմ, իմ ուսանողները իմ նկատմամբ շատ ուշադիր են, բոլոր առիթներով հիշում են, միշտ շրջապատում են ինձ ծաղիկներով, սիրով եւ ուշադրության տարբեր դրսևորումներով, մի խոսքով աշխատանքից դուրս կարելի ասել կյանք չկա, կամ այդ նույն կյանքը, ինչը որ աշխատանքից դուրս է, աշխատանքի հետ խիստ կապակցված է։ Մենք միասին հաճախ ունենում ենք լավ հանդիպումներ, աշխատանքից դուրս ժամանակ ենք անցկացնում։ Դու ճամփորդություններն են շատ, ամսվա մեջ 2-3 անգամ ճամփորդում եմ հետաքրքիր հանդիպումների, գիտաժողովների, հետաքրքիր մարդկանց հետ շփվում։ Մի խոսքով ամեն ինչը կառուցվում է այո գիտության եւ իմ աշխատանքի շուրջը եւ այն ամենը ինչը աշխատանքային 8 ժամից դուրս է, դեռ այդ աշխատանքի հետ սերտ կապակցված է եւ շրջապատը եւ ընկերությունը եւ շփումները եւ հանդիպումները եւ տարբեր վայրեր գնալը։ Մի խոսքով հետաքրքիր օրինակ ինձ վերջերս անցած շաբաթ Նյու Յորքում մի հատ փոքրիկ հանդիպում ունեին գիտաժողով, որը ավարտվեց ցերեկվա 2-ին եւ օրվա երկրորդ կեսս ազատ էր։ Կարողացա օրվա երկրորդ կեսին գնալ մետրոպոլիտեն թանգարանը եւ երեկոյան նույնիսկ օպերա գնացի եւ շատ հետաքրքիր էր, հայ երգիչ էր, մեն երգիչը, բանի Տրավիատան էր ու մեր հայ երգիչներ շատ հաճելի էր, հաճելի անակնկալ էր իմ համար, որ Նյու Յորքի նման քաղաքում կեսօր ազատ օր ստացվեց, որովհետեւ մեր հանդիպումը պարզապես ժամանակից շուտ ավարտվեց։ Ինքան նախատեսված էր ամբողջ օրվա համար, բայց ժամը 2-ին ավարտվեց ու կարողացա կեսօրը Նյու Յորքում անցկացնել մշակույթի գրքում։ Մետրոպոլիտեն թանգարանում տեսա մեր հայկական խաչքարը, երեկոյան գնացի օպերա, տեսա հայ երգիչ, մի խոսքով հետաքրքիր էր։ Եթե հնարավորություն ունենայիք ձեր անցյալում ինչ որ բան փոխել կամ հակառակը նորից վերապրել, նորից կրկնել, ինչ կանեիք։ Շատ բան կփոխեի իհարկե, շատ բան։ Նախ
Սկսեմ մենց դպրոցից, դպրոցը կփոխեի, ուրիշ տիպի դպրոց կպատկերացնեի, որտեղ ստանում եմ իմ կրթությունը, համալսարանը կփոխեի, շատ բաներ կփոխեի, բայց ես ինքս իմ հետ հանգիստ եմ, իմ ասեք, անցյալի հետ կռիվ չեմ տալիս, բայց իհարկե եթե շատ բաներ ուրիշ ձևով լիներ, կարելի էր այսօր աշխարհում ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր արած գիտությունով, քանի որ գաղտնիք չլինի, երբ Հայաստանից գացես Ամերիկա, քո կրթությունը այստեղ ոչ մեկին հետաքրքիր չէ եւ դրա դառը արդյունքները ես շատ երկար տարիներ եմ փորձել հաղթահարել ու այնպես որ կարողանամ ներկայանալի լինել։ Այսինքն իմ ստացած կրթությունը չեմ ասի անորակ էր, ինքը ինչ որ արժեք ուներ, ինքը ինձ սովորեցրել էր մտածել եւ լինել բավականին խստապահանջ, օրինակ մաթեմատիկական ապացույցների մեջ, բայց այդ կրթությունը թերի էր, ինքը լիարժեք չէր, ինքը բազմակողմանի չէր, ինքը համապարփակ չէր։ Ինքը ասենք սովորել էինք թեորեմ ապացուցել։ Դե դա շատ լավ դիրք է, որ կարելի է թեորեմ ապացուցել, բայց այդ թեորեմը դնել ճիշտ սկուտեղի վրա, ճիշտ խնդիրներ ձևակերպել, այդ խնդիրների ձևակերպումները կարողանալ տեղ հասցնել, հասկանալ սկզբից մինչև վերջ, ինչու եմ զբաղվում այս ուղղությամբ, այս խնդրով, դրա գործածելիության հնարավորությունների սահմանները եւ այլն, նման հարցերը երբ ես փորձում էի բարձրացնել, դրանք լուսանցքայնացվում էին ինչ որ առումով եւ կրթությունը թերի էր պարզապես, ինքը վատը չէր, ուղղակի ինքը շատ թերի էր։ Այսպիսի մի վերջին հարց կա, այնպիսի մի խորհուրդ, որը դուք կուզեիք, որ ձեզ տային, երբ որ երիտասարդ էիք, կամ տվել են եւ ձեզ շատ օգնել է, որ դուք հիմա կարող եք տալ նոր սերունդին։ Ինքը մի քիչ փիլիսոփայական խորհուրդ է։ Երբ ես եկա Ամերիկա ու իմ կրթության այդ թերի բաց թողումների հետ էի պայքարում, դե աշխատում էի ինչ-որ պրոֆեսորի խմբում, որպես հրավիրված գիտաշխատող, այն ժամանակ առցանց հասանելիություն այս մակարդակի վրա չէր։ Խոսում եմ 98 թվականի մասին, երբ Google-ը նոր ստեղծվել էր, դեռ նույնիսկ ասենք ինքը այդքան արդյունավետ չէր։ Այսինքն այն ժամանակ պետք էր իրոք հեռուստացույց շատ նայել լուրերը ստանալու համար։ Այլ ձև լուրերի հասանելիություն չկար։ Իմ Ատլանտայի պրոֆեսորով ինձ հրավիրել էր, ինձ մի հատ խորհուրդ տվեց, ասեց ամբողջ օրը մենակ հոդված մի կարդա ու ապացույցներ արա։ Օրական մի ժամ CNN նայի, լուրերից տեղյակ եղի, որպեսզի աշխարհը պատկերացնես ինչ է ինչի մասին։ Ես գալիս էի Հայաստանի խավարի տարիներից, հեռուստացույցը նույնիսկ անտարբեր էի դառել արդեն նրա նկատմամբ, քանի որ 6-7 տարի ապրեցինք խավարի մեջ առանց հեռուստացույցի։ Ու ինքը զգում էր, որ ես ունեմ շատ սահմանափակ պատկերացում աշխարհի մասին։ Ու ինքը զգում էր, որ ես ունեմ նաև շատ մեծ հետաքրքրասիրություն ամեն ինչ հասկանալու, մինչև վերջ գնալու։ Ինքը ինձ պարզապես մի օր ասեց, օրական մի ժամ CNN նայի։ Ու ես այդտեղ ու սկսեցի նայել, ես լսեցի այդ խորհուրդը ու հասկացա, որ մեր արած խնդիրները կարող են աշխարհում մեծ հնարավորություն ունենալ շատ բաներ փոխելու։ Այսինքն այդ մեծ մտածելու խորհուրդը ես դա ստացա առաջին անգամ Ամերիկայում իմ այդ առաջի պրոֆեսորից, որ պետք է մեծ մտածել, աշխարհին մեծ ձևով նայել, ոչ թե փոքր բաների մեջ խորանալ ու մանրանալ։ Մանրուքները պետք է արհամարել ու անտեսել եւ անընդհատ մեծ ձևով մտածել, ինչ որ աշխարհը փոխող տեխնոլոգիա սարքել, բայց փոքր քայլերի վրա նուրբ ձևով աշխատելու կարևորությունը չանտեսել։ Այսինքն մեծ մտածում ես, բայց փոքր քայլերը անում ես բավականին նուրբ եւ կատարյալ ձևով։ Մի խոսքով այդ համադրությունը, այդ ամեն ինչը ես սովորեցի Ատլանտայում, այդ պրոֆեսորից երբ եկա, քանի որ մինչ այդ, երբ ես գիտությամբ էի զբաղվել Մոսկվայում կամ Գերմանիայում, Ֆրանսիայում, միշտ ավելի շատ կենտրոնացել էինք ինչ որ մի հատ հոդված գրելու վրա, ամբողջ աշխատանքի մաս եղել էր մի հատ հոդված գրելը։ Իսկ այստեղ դա չէր, այստեղ արդեն մեծ աշխարհը տեսնելու, հասկանալ օրինակ ինչու ռազմաօդային ուժերը զբաղվում են այս խնդրով, իսկ ՆԱՍԱ-ն զբաղվում է ուրիշ խնդրով, եւ ինչու է մեր արած գիտությունը երկուսի համար կարևոր այս տարբեր համատեքստերում։ Այն նման հարցերը հասկանալ։ Ես օրինակ NASA, ես նույն մաթեմատիկայով եմ զբաղվում, նույն հոդվածն եմ գրում, բայց NASA-ի հետ աշխատում եմ իրենց գրանտով այդ լուծումը ուրիշ համատեքստում դնելու համար, իսկ ռազմածովային ուժերի հետ աշխատում եմ լրիվ ուրիշ ուղղություն զարգացնելու վրա, բայց մաթեմատիկան նույնն է, ինքը չի փոխում, բայց տեսնել այդ ամենը տարբեր ձևով, այդ կապերը տեսնել տարբեր կազմակերպությունների վերցրած ուղեցիջների մեջ։ Այդ դա ինձ Ամերիկան սովորեցրեց, ու դա սովորեցի այդ առաջի 5 տարում, երբ եկա Ամերիկա, ու դա շատ կարևոր խորհուրդ էր, այսինքն այդ խորհուրդը վերցրեցի շատ լրջորեն ու հետևեցի դրան։ Ու մի խոսքով այսօր այնտեղ եմ, որտեղ գտնվում եմ, կարող էի իհարկե ավելի շատ բաներ երևի թե հասած լինել կամ ուրիշ կյանք ունենալ, բայց դժգոհ չեմ, քանի որ ամեն օր զբաղվում եմ ինչ որ գործով, որը իմ համար հետաքրքիր է։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր եւ արժեքավոր հարցազրույցի համար։ Ձեզ նորանոր ավելի ու ավելի մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։